20 տարի շարունակ տարբեր բեմերում գործունեություն ծավալած համազգային թատրոնը հնարավոր է ունենա իր սեփական տանիքը։ Այն նախատեսվում է կառուցել Գլխավոր պողոտայի վերջնամասում։ Այդտեղ թատրոնի հրաշալի տեղ է եւ շատ լավ կլինի, որ այդ միջավայրը մշակութային ինֆրաստրուկտուրայով ենթակառուցվածքով հարստացվի։ Ճարտարապետների մի մասը դեմ է այդ տարածքում շենքի կառուցմանը, համարելով, որ այն հանրային տարածք է, որին ձեռք տալ չի կարելի։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով մետրոպոլիտենը ամբողջովին չի կառուցվել եւ այդ տարածքում շենքի առկայությունը անթույլատրելի է։ Մետրոպոլիտենը դա անհրաժեշտություն, ամենաանհրաժեշտություններից անհրաժեշտությունն է։ Այսօր չունենք գումար, կարող է վաղ ունենանք, վաղը չունենանք, կարող է 5 տարի հետո կամ 100 տարի հետո։ Բայց քաղաքի ճանապարհները չի կարելի փակել։ Շենքի կառուցման նպատակով այսօր հրավիրված հանրային քննարկմանը Գուրգեն Մուշեղյանն առաջարկում է թատրոնի շենքը կառուցել Կասկադի մոտ կամ Աբովյան փողոցի վերջնամասում։ Թատրոնի շենք է, ոչ թե կազինո, ոչ թե ռեստորան։ Չգիտեմ, ես ուղղակի ապշած եմ այդ մտածելակերպի վրա։ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար վաստակավոր դերասան Սոս Սարգսյանը հիշում է, թե ինչ ճանապարհներ է անցել թատրոնը, մինչև տեղափոխվել է Թատերական ինստիտուտի շենք եւ վարձակալել տարածքը։ Այդ քանի հատ Սոս Սարգսյան ունենք, հասկանում եք, մարդը, որը այս տարիքում շարունակում է պայքարել թատրոնի համար, հասկանում եք, մարդը չի պայքարում իր, չգիտեմ, օբյեկտը սարքելու համար, ինքը պայքարում է քաղաքին թատրոն թողնելու համար։ Ըստ նախագծի թատրոնը պետք է ունենա ամֆիթատրոն եւ 350 հանդիսատեսի համար դահլիճ։ Թատրոնի շենքը կկառուցվի միայն հանրային քննարկումների արդյունքում ընդունված որոշումից հետո 2 տարվա ընթացքում։ Սուսաննա Պողոսյան, Սարգիս Համբարձումյան, IPF։